Ողջույն, ես ու Նարեն շարունակում ենք կարդալ և քննարկել հայ գրականություն։ Այսօր խոսելու ենք Լևոն Խեչոյանի և իր պատմվածքների մասին։ Նարե, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ դու։ Լավ, շնորհակալություն։ Հիշում եմ, որ վաղուց էինք որոշել, պլանավորել Խեչոյան կարդալ ու հենց իր պատմվածքները։ Նախ կուզեմ մի փոքր տպավորությունների մասին խոսենք, ընդհանրապես ինչի նման էր կամ ինչի մասին էր Խեչոյանի պատմվածքները կարդալը, քանի որ գիտեմ, որ յուրաքանչյուր գրական գործ բացի այն աշխարհից, որ իր մեջ ներառում է, նաև բերում է ինչ-որ ընթերցանության որոշակի փորձառություն, զգացողություն։ Նախ կարող ենք խոսել այդ մասին եւ այնուհետև կանցնենք արդեն բուն պատմվածքների քննարկմանը։ Դե ինձ թվում է ոնց որ քննարկել ենք արդեն, բայց այդ պատմվածքները իրանք կարճ են, բայց խիտ են ու ծանր է։ Հետո այդ իր ձեռագիրը արդեն միշտ ամեն պատմվածքում էլ զգացվում է, դու արդեն ճանաչում ես հեղինակին, գիտես թե իրանից ինչ ակնկալես։ Բայց կարող եմ ասեմ, որ այդ զգացումներով այնպես է ոնց որ լրիվ տենց ընկղմվում ես ինչ որ, ոնց որ ջրի տակ ես ու հետո տենց դուրս ես գալիս, երբ որ վերջացնում ես այդ պատմվածքը ու հետո տպավորությունները մնում են։ Կարող է մանրամասները նույնիսկ չես հիշում, բայց ինչ որ տենց զգացական մակարդակի միշտ մնում է հետդ։ Համաձայն եմ իրականում, ինձ մոտ էլ զգացողությունը, այն ինչ որ նկարագրեցիր, շատ նման էր եւ այն պահը, երբ որ այդ ջրից բարձրանում ենք, տպավորությունա, որ հենց այդ պահին ինչ որ ձև հասկացում ենք ունենում։ Ինչի մասին էր, ինչ կարդացինք առհասարակ, ինչ տվեց մեզ եւ հետո նորից հաջորդ պատմվածքին անցնելուց էլի այդ սուզումն է լինում։ Ես էլ իմ հերթին կավելացնեմ զգացողությունը շատ խիտ էր ինձ մոտ։ Ես պատմվածքները Խեչոյանի ժամանակին կարդացել էի, ոչ ամբողջական, բայց մի քանի պատմվածքի ծանոթ էի ու նույնիսկ հիշում եմ, որ Խեչոյանին հենց իր պատմվածքներով եմ առաջին անգամ բացահայտել որպես հեղինակ, հետո արդեն մի քանի իր այդ վեպերի հետ եմ ծանոթացել, բայց զգացողությունը այդ խտության տեսանկյունից չի փոխվել, երբ որ ես մի քանի տարի առաջ դա կարդում էի ու վերջերս ընթերցեցի, այսինքն ամեն մի պատմվածք ինչ որ խտացված, ասոցիատիվ այդ կապերով լցված աշխարհի մասին է, եւ նույնիսկ աշխարհել չի ամբողջական։ Տպավորությունա, որ այդ մեծ ինչ որ տիեզերքի մի փոքրիկ հատվածի վրա է լույս գցում Խեչոյանը եւ այդ ուրեմն այդ փոքրիկ հատվածը համտեսելով մենք զգայական մակարդակում պատկերացում ենք կազմում մնացած ամբողջ աշխարհի մասին, մնացած կտորների, բայց ինքը երբեք այսպես իր արչև խնդիր չի դնում ամբողջ տիեզերքը մեր արչև բացահայտելու եւ նույնիսկ պատմվածքները երբ որ կարդում ենք այնտեղ բնականաբար ժամանակագրական հերթականությունը ես հստակ չգիտեմ, բայց կա, հա, տարբեր ժամանակներում են բնականաբար գրվել, ամեն դեպքում հերոսների սյուժեի, հա, այն ինչ որ գրական այդ էլեմենտների մասին, գրական տարրերի մասին եթե խոսենք, իրենք որոշակի կրկնություններ ունեն, բայց այստեղ կրկնությունները դա այն մասին չի, որ հեղինակների շատ բնորոշ է որոշակի մոտիվներ, չէ, իրենց գրական ստեղծագործություններում, որ անընդհատ ի հայտ են գալիս սիմվոլիկ, ուրեմն դրսևորումներով, սյուժետային դրսևորումներով։ Այս դեպքում այդ կրկնությունները ավելի շատ այդ աշխարհի մոդելի կրկնություններ, որը որ զգացողություններ, որ այդ կոմբինացիաների մասին է նաև։ Օրինակ, հա, նույն եթե սպասում պատմվածքը առաջին հենց գրքում, դեպ հեղինակային հրատարակություններ, առաջին պատմվածքին եթե անդրադառնանք, սպասումը։ Նույնիսկ հենց պատմվածքի մեջ հիշում ես նար այդ կրկնությունները անընդհատ վերադարձի զգացողությունը, բայց այդ վերադարձը երբեք ամբողջական չի լինում։ Ավարտը էլի ենթադրում է հաջորդ, ուրեմն շրջադարձը, հաջորդ այսպես ճանապարհորդությունը, որը այդպես էլ տեղի չի ունենում։ Այդ դադարների մասին ինչ կասես, քանի որ իրենք միշտ բաց ավարտով էին վերջանում պատմվածքները, բացի դրանից, նաև այնտեղ դադարներ կային, եւ այդ դադարները այն մասին էին, որ այստեղից ես դադարում եմ լույսը պահել աշխարհի այդ հատվածի վրա, ոչ թե աշխարհը չկա, այլ ես դա չեմ անում եւ դուք էլ դա չեք ստանա, այսպես բառացի ձևով, եթե նկարագրենք։ Ինձ թվում է, որ Խեչոյանի ու կարդացողի, ընթերցողի, ենթադրյալ ընթերցողի միջև
ենթադրվում է, որ շատ մեծ վստահություն կա, այսինքն հեղինակը ակնկալում է, որ դու իրան հետևում ես, նույնիսկ եթե ինքը քեզ օրինակ չի տալիս ողջ պատկերը, նույնիսկ եթե ինքը շեղվում է, նույնիսկ եթե Չեխովյան հրացանը, որ պատից կախվածա կարող է երբեք չի գրակում, կարող է այդ ուղակի ինչ որ մի հատ դետալ է, ինչ որ մի համով նախադասություն է, ինչ որ մի հետաքրքիր դարձվածք է, բայց շատ դեպքերում դու պատասխաններ չես էլ ստանում, թե ինչի է հենց այդպես գնում, ուղղակի պետք է ընդունես այդ, որ ոնց որ կյանքում մեկ-մեկ, որ ինչ որ բաներ կատարվում են միջադեպեր բաներ ու քեզնից ակնկալվում է, որ դու ընդունում ես, որ այդ հոսքն է, հոսանքի մեջ է, ու տենց այդ պատմվածքներում էլ Խեչոյանի, այդ հոսանքը միշտ քեզ տենց տանում է, ու դու պետք է ինչ որ չափով հանձնվես, ու ճիշտ է, դու պետք է շատ ակտիվ ընթերցող լինես, որ հետևես, թե ինչ է անում Խեչոյանը, հա, ոնց էս մի դետալը, էս մի ինչ է ակնարկում, որովհետև շատ բաներ ոնց որ պարզ գրված չի, այլ ակնարկած է, չէ, օրինակ այդ նարինջի պատմվածքի մեջ, վերջում որ նկատել էիր, որ նկատում ես, որ ակլորը թռչում է օդ, ու արդեն ենթադրում ես, որ մենք այդ կանոնները, որոնք որ հաստատված են, այդ երկրաշարժի ինչ որ չափով այդ վավերագրական էլեմենտները լքում ենք ու մտնում ենք ինչ որ ավելի սյուր աշխարհ, ու այդ սյուրի զգացումը էլի այտենց կարմիր թելով գնում է, այսինքն էլի ինչ որ հեղինակային բան է, որ հա աշխարհը էսպիսին է, բայց մեկ-մեկ կարաս այտենց դուրս գաս ու ուրիշ կանոններ այդտեղ լինի, ինչ որ սյուր բաներ կատարվեն։ Ճիշտ ես նկատել, իդեպ սյուր իրականության մասին եթե խոսում ենք, մեր քննարկման ժամանակ էլ հիշում ես, մենք անընդհատ այդ բառն ենք օգտագործում, բայց հիմա էլ ես օրինակ սյուր բառը, որ օգտագործում եմ Խեչոյանի կոնտեքստում, պատմվածքների, եւ թվում է շատ տեղին եւ բնութագրական, բայց ինչ որ մի բան խորթ է թվում ինձ այդ բառը եւ Խեչոյանի հետ կապը։ Ու այստեղ որ նշեցիր, որ երբեմն, հա, ժամանակ առ ժամանակ կարող են լինել տրամաբանությունից դուրս իրադարձություններ կամ դետալներ, եւ իրենք կատարեն որոշակի դրսևորումներ ունենան պատմվածքում, որոնք որ մենք հաստատ չէինք սպասի, որ այդպես կլինի, բայց նույնիսկ այդ հերթականությունը եւ հաճախականությունը ավելի ճիշտ հերթականություն բառը այստեղ տեղին չի։ Հաճախականությունը կանոնը խախտելու աշխարհի ստեղծման, հա, գրական աշխարհի ստեղծման եւ այնտեղ տարերի փոխազդեցության, այսպես կանոնները խախտելու հերոսների որոշակի տարօրինակ գործողությունները։ Ամեն դեպքում այդ ամենը եւ բնութագրական է սյուրռեալիստական պատկերին եւ նաեւ շատ մեր իրականության մասին է։ Ուղղակի երբ որ մենք ասում ենք իրականություն, չէ, գրականության համատեքստում, երևի թե մի քիչ այստեղ շատ ավելի սահմանափակ ինչ-որ բան ենք պատկերացնում, այսինքն վավերագրություն ենք պատկերացնում, այսպես առանց շեղումների, միակ շեղումը, հա, որ կարող ենք վավերագրության մեջ տեսնել, դա այդ տեսանկյունն է այդ պահին, որը որ երևում է, քանի որ միաժամանակ բոլոր տեսանկյունները հնարավոր չի տեսնել։ Բայց այստեղ Խեչոյանի ստեղծած իրականությունը դա մեր իրականության շատ գրական եւ շատ այսպես յուրահատուկ ընկալում է։ Խեչոյանի հայացքն է այստեղ ամբողջությամբ փոխում այդ գրականությունը։ Այսինքն ունենք իրականություն, նույն նարինջը պատմվածքում երկրաշարժը։ Բայց մենք հասկանում ենք, որ այդտեղ երկրաշարժը որպես իրադարձություն, որպես եղելություն առաջնային չի։ Դա ինչ որ հետևանք է եւ իրականությունը, որը ունենք երկրաշարժից հետո, որպես այսպես հետևանք է իրականություն։ Եվ այդ իրականության մեջ ունենք հերոսների, ովքեր ինչ որ փոխհարաբերության մեջ են իրար հետ, եւ այդ փոխհարաբերությունն է, որ Խեչոյանի հայացքի տակ դառնում է շատ սյուր։ Այսինքն այստեղ սյուր բառը կարող ենք օգտագործել։ Այսպես աշխարհի այդ տրամաբանական, ուրեմն կանոններից դուրս, նույն այդ ակաղաղի հատվածը, չէ, վերջին հատվածում, երբ որ թռչում գնում է, դա եւ հույսի մասին է ինչ որ իմաստով, առաջնային հա զգացողությունը, ազատություն, թռիչք եւ այլն, բայց հետո երբ որ գալիս ենք իրականություն, ակաղաղը թռչումը, արդեն հա այդ նախադասությունը մեզ համար արդեն մեր ականջին խորթ է հնչում։ Եվ կարծես այդ իրականության տրամաբանությունը ինքը խախտում է եւ այդտեղ զգացողությունն է, որ
այսպես բառային մակարդակով հույսի շերտ տվեց, բայց այնտեղ հասկանում ես, որ մահվան մասին է։ Մահվան այդ իրականության մեջ ներխուժման մասին է եւ մահվան այդ ինչ-որ դոմինանտության, հա, այս դեպքում։ Եվ այդ տղայի ձայնը, որ այլևս չի լսվում, մենք հասկանում ենք, եւ այդ հրեշտակները, որոնք որ հիշում ես վերջում այդ հենց նարնջի մեջ, երբ որ անընդհատ այդ հրեշտակների խաղարկումներ չէ գնում, որ տղայի հետ խոսում էին, որ դրանք առնետներ չեն, հրեշտակներ են եւ այլն, եւ այն պահին, երբ որ ասում է, որ տարավ նարինջը հրեշտակը, չէ, նմանատիպ բան ասում եւ այստեղ իրականությունն ինչ անում, արդեն իզորու չի նույնիսկ Խեչոյանը, այս դեպքում որպես պատմող, այդ աշխարհի այսպես աշխարհը հուշողը, հա, հուշող կերպարը, իզորու չի փրկել այդ պատրանքը, որը որ կար հրեշտակների օրինակ տեսքով։ Եվ այդտեղ արդեն առնետների մասին է խոսքը գնում, իրականությունը ներխուժում է եւ այդտեղ էլ ավարտն է լինում։ Այսինքն սա որպես նաև օրինաչափություն կարող ենք ասել, հա, երբ որ իրականությունն է ներխուժում, արդեն իսկապես իրականությունը, որը որ չի կարողանում պահել այդ գրական աշխարհի մեջ յուրահատուկ կանոնների մեխանիզմը այլևս չի աշխատում։ Այսինքն տղան այլևս չի հավատում, որ առնետները հրեշտակներ են։ Եվ մենք էլ սկսում ենք չհավատալ, որ չնայած մենք ունեինք, չէ, ինչ որ միտք այդ մասին, որ գուցե եւ իրենք հրեշտակներ չեն կամ գուցե եւ հրեշտակներ են, մեր պատկերացումները տարբեր էին, բայց վերջում մենք էլ դադարում ենք այդ մասին հավատալ, երբ որ մենք դադարում ենք հավատալ, պատմվածքը վերջանում է։ Հետաքրքիր այսպես երազից արթնանալու չէ, ինչ որ զգացողություն է նաեւ։ Այս օրինաչափությունը եւ մենք այլ օրինաչափությունների մասին էլ կխոսենք պատմվածքներում, որովհետեւ կային հստակ օրինաչափություններ, չնայած դրան ամեն պատմվածք շատ յուրահատուկ էր։ Օրինակ ինձ մոտ կրկնության զգացողությունը պատմվածքների մեջ, որ օրինակ նույն բանի մասին էր կամ նույն բանը այլ սյուժետային, ուրեմն տարերով էր չկար այդ զգացողությունը, բայց նաեւ կար այդ, ինչպես սկզբում ասեցի, մի հատ մեծ պատկեր եւ ամեն անգամ մի փոքրիկ հատվածի վրա լույս է ընկնում եւ այդ ամեն մի փոքր հատվածը իր մեջ պարունակում է այդ ամբողջը նաեւ։ Հա, շատ հետաքրքիր բաներ նկատեցիր։ Ինչ որ չափով ոնց որ մեզ ծանոթ ամեն դեպքում իրականություններ են, ճիշտ է, ոնց որ երկրաշարժը, փլատակները, այդ որդին, որ մնացել է, այդ հայրը, որ փորձում է իրան, այդ հեքիաթի միջոցով, կամ ինչ որ բաներ հորինվածքների միջոցով փրկի, այնպես անի, որ ավելի երկար ապրի, որ կարողանան փրկեն։ Դա ամեն ինչը մենք հասկանում ենք, որ իրականում լինում է, բայց այնպես չի, որ ինչ որ տենց վավերագրություն, այսինքն հերոսները խոսում են մի ձևով, որ մեր մոտ չեն խոսում, ոնց որ շատ ուժեղ ֆիլտրի տակ կամ ինչ որ տենդի ֆիլտրի տակ, ինչ որ մի հիվանդագին ընկալման տպավորություն է, որ ստանում ես այդ պատմվածքից, որ այս կերպարներն էլ իրանք այդքան էլ կերպար չեն, իրանք ուղակի այդ Խեչոյանի կոնստրուկտի մեջ ինչ որ մի դեր ունեն։ Ոնց որ կա այդ պատմվածքի երկրաչափությունը, ու այդ երկրաչափության մեջ պետքա որ օրինակ չգիտեմ, այդտեղ եռանկյուն լինի, որ սենց հարաբերություններ լինեն դա ամեն ինչի մեջ, որ այնտեղ լինի այդ օրինակ ակլորի սիմվոլը, ու բառերը ու կերպարները իրանք ոնց որ ընդհանրապես այդ էլեմենտների մի մասերն են։ Դու ոչ մի հերոսին շատ օրինակ ուժեղ էմպաթիա չես զգում, ոչ մի զարգացումներ իրանք չեն ապրում։ Ընդհանրապես դու ոնց որ հիանում ես այդ պատմվածքի իմպրեսիոնիստական ինչ որ նույնիսկ կոնստրուկտով։ Նույնիսկ էքսպրեսիոնիստական կարող ենք ասել, այսինքն չափազանցված այդ տպավորությունները չափազանցված եւ դեպի ուղված դեպի արտաքին աշխարհ, այստեղ արտաքին աշխարհը թուղթն է, տեքստն է, հա, այսինքն այն ինչ որ ստացել ենք դրա արդյունքում։ Հետաքրքիր է այդ տենդի ֆիլտր, որ ասեցիր, շատ այսպես կպավ ինքը զգացողություններին եւ որ ընթացքում կարդում է եւ հիմա այն ինչ որ իմ հիշողության մեջ մնացել է, որովհետեւ ամեն դեպքում այնտեղ ֆիլտր կար շատ յուրահատուկ։ Դա տենդեր, դա եթե մի փոքր, հա, հոգեբանական օրինակ տերմիններով խոսենք, ինչ որ մանիակալ վիճակեր նաեւ, հա, տեքստային իմաստով, տեքստը գրելու, բառեր դուրս հանելու։ Եվ այստեղ հետաքրքիր բան էի նկատել, նոր նաև իմ նշումների մեջ էլ էի նայում։ Խեչոյանի հերոսները կարծես բայերով ապրեն։ Ինչ նկատի ունեմ, հա, ես օրինակ օրինաչափություն հասկացա, որ բայերը շատ են Խեչոյանի մոտ։
Եվ այդ բայերով ինքը կարողանում է շատ յուրահատուկ այդ իր աշխարհը իրականությունը ստեղծել։ Մի փոքր տարօրինակ է, չէ՞ թվում երբեմն, այսինքն բայը միշտ ինքը ավելի շատ գործողության մասին է, այսինքն դեպի առաջ, դեպի հետ, դեպի կողք, ինչ որ շարժման մասին է, չէ՞ տարածության մեջ։ Եվ երբ ասում ենք պատկերներ, բնականաբար ավելի շատ ածականների հետ գործ ունենք, ինչ որ այլ արտահայտչա միջոցների, բայց այս դեպքում ինքը հետաքրքիր այդպես լեզվական այդ գործողությունները իր մոտ պարզապես գործողություններ չեն, ինչ որ օրինակ A կետից B կետ հասնելու։ Այդ գործողությունների հենց համատեքստում է իրականությունը ծնվում Խեչոյանի մոտ։ Հերոսները, անընդհատ ինչ որ գործողություններ են անում, բայց իրենք այսպես ինչ որ էքշնի մեջ չեն յուրահատուկ, որ ասենք դե սյուժեն օրինակ ենթադրում է դա։ Հակառակը, ինչ որ ավելի կլաուստրոֆոբիկ զգացումներ են շատ պատմվածքներում, զգում ես, որ այդ գործողությունները իրանք կան, բայց առաջ չի շարժվում։ Առաջ չի շարժվում եւ տեղից չի շարժվում, դա հետ-ընթաց շարժում էլ չի։ Եվ ժամանակային էլ օրինակ զգացողություն չի տալիս, որ չէ, երբ որ պատմվածք ենք կարդում, այսպես ներքին զգացողությունն է թայմլայնի մեջ պատմվածքի առաջ գնալը։ Նույնիսկ եթե մենք կարդում ենք ֆլեշբեքերով պատմվածք եւ ոչ հստակ այդ գծային, չէ, ֆորմատով պատմվածքները ժամանակային իմաստով։ Ամեն դեպքում այդ հետ ու առաջը այդ գծի վրա, մենք զգացողություն ունենում ենք, որ հիմա գնացինք առաջ, այ հիմա հետ գնացինք, ինչ որ բան է անցյալից խոսվում, հետո առաջ գնացինք, բայց այստեղ չկար առհասարակ թայմլայն։ Կարող ենք ասել, որ ժամանակի եւ տեքստի հարաբերության մասին է այստեղ, այսինքն Խեչոյանի տեքստերում, պատմվածքներում առհասարակ ժամանակ գոյություն չունի եւ ինչ որ ժամանակային դադարի մասին է եւ ես էլի եթե վերադառնամ հոգեբանությանը, ընդհանրապես ժամանակի բացակայությունը միշտ մարդու անգիտակցական տիրույթի մասին է։ Իսկ անգիտակցական տիրույթում ասոցիատիվ կապերն են շատ, բովանդակություններն են բազմազան, անտրամաբանական երբեմն ու նաեւ ահասարսուռ կարող են լինել։ Եվ այստեղ այդ անգիտակցական հոսքն էլ շատ ակտիվ էր։ Ժամանակի բացակայությունը, նույնիսկ եթե որոշակի ժամանակի մասին է ինքը պատմում եւ մենք մոտավորապես թեկուզ պատմական ժամանակը կարողանում ենք կռահել կամ օրինակ կարողանում ենք հասկանալ, որ օրինակ 3 ժամ մոտավորապես գուցե սա տեղի ունենա, բայց միևնույնն է, օրինակ ինձ մոտ չկար այդ զգացողությունը, այդ ժամանակային, ուրեմն շարժը, որ անցավ ժամանակ եւ պատմվածքը կարդալուց էլ այդ զգացողությունը ուրեմն չկար։ Սա ինչի մասին կարող է լինել ժամանակի ուրեմն յուրահատուկ ընկալումը Խեչոյանի մոտ։ Օրինակ, եթե որ ասում ես, որ ժամանակը չկա կամ ժամանակը սեղմված է, այդ նամակ Երևանում, որ ինքը նկարագրում է, թե ոնց է լրվել ճահիճում։ Ամբողջ իր կյանքը տենց նկարագրում է, իր աչքերի առաջ ոնց հասկանում ենք անցնում է։ Համ առաջն է, երկրորդը այդ սիրավեպը այդ աղջկա հետ, ընդեղից ինչ որ մանրամասներ, բայց այդ ամբողջ ընթացքում զուգահեռ իրականության մեջ ինքը ընդամենը այդ ճահիճի մեջ է ու ինքը մտածում է արդյոք այդ ճահիճի մեջ այդպես էլ ոնց որ իր կյանքը ավարտին է հասցնելու իր այդ հարազատ տեղերում, որտեղ որ հաճախ որսի է գնացել, որտեղ որ չգիտեմ թաղված են իր մարտական ընկերները, ամեն ինչը կամ դանդաղ է, ամեն ինչը տենց վյասկի է, դժվարան անցանելի է ու բոլոր պատմվածքներում էլ այդպես է կամ օրինակ այդ դատարանի պատմվածքում որ կա էլի ենթադրում ենք որ այդ դատը կատարվում է բայց ամբողջ ընթացքում իրանք սպասում են որ հայրը գա ամաչում են դրա այդ ամոթի զգացումն է բայց էլի տեղից չի շարժվում այսինքն ինքը ոնց որ ինչ որ լուսանկար չական աշխատանքի տպավորություն է որ տարբեր դետալներ են ու այնտեղ անցյալ ես գնում կամ ներկա բայց շարժում չկա կան տենց օրինակ ոնց հասկանում եմ հիմնականում այդ բայերը որ կան շատ հարուստ է լեզուն առհասարակ է տենց որ Համոս Զահյանը որ ասում էր որ երբ մենք հրաժարվեցինք ոնց որ հաց թխելուց կորցրեցինք գրեթե 180 բառեր հիմա այստեղ այդ հին ոնց որ լեզու լինի որ շատ հարուստ նկարագրություններով են շատ հարուստ բառապաշարով են ու այդ շատ դեպքերում էլ նույնիսկ պետք է նայես ստուգես որովհետև հեշտ չի կարդացում երևի ժամանակակից ընթերցողի համար այդքան էլ հեշտ չի տենց իմանալ ինչա նշանակում ես նույնիսկ օրինակ 10 չգիտեի ինչա ու ենթադրում էի որ
կինա, բարձվեց, որ հորեղբայրն է։ Գործողությունները, որ շատ են լինում, մի տեսակ ավանդապես ասում են, որ ինչ որ տղամարդկային, չէ, ձեռագիր է, տղամարդկային տեքստ է, բան, բայց ստեղ ինձ թվում է, որ այդ չնայած որ այդ բաները, իբր թե գործողությունները շատ են, բայց ինքը շատ տենց ավելի ավանդական կանացի տեքստ է դառնում, որտեղ որ ինչ որ տենց շատ հուզիչ ինչ որ բաներ են տեղ, տենց քեզ խղճահարության ինչ որ զգացում է տեղ տալիս, շատ տենց էմոցիոնալ ծանր ապրումներ կարաս ունենաս, եթե տենց ընկղմվես այդ գործերի մեջ։ Նարը շատ ճիշտ նկատեցիր այդ տղամարդկային եւ կանացի տեքստի մասին, հատկապես ես հաճախակի լսել եմ իդեպ գրականության քննարկումներում եւ հայ ժամանակակիցների կողմից էլ, երբեմն այդ կանացի տեքստ է, ոչ կանացի տեքստ է եւ այլն, դա իհարկե շատ վիճելի եզրույթներ են, առհասարակ նրանց սահմանումները եւ նույնիսկ օրինակները կարծում եմ, որ մի հայտարարի չենք կարողանա գալ, բայց հետաքրքիր բան ես նկատել, այն երբ որ մենք ասում ենք հուզականություն, հետաքրքիր է, որ այստեղ տեքստը հուզական էր, բայց տեքստը այսպես լացակումած չէր։ Այստեղ լաց չկար, այստեղ այդ հուզականությանը բնորոշ թացության զգացողություն չկար։ Այստեղ կար այդ մռայլությունը եւ իրականության մեջ ուրեմն այսպես դաժանությունը։ Ինչ որտեղ դաժանությունը, եթե վերցնենք այն ինչ որ տեղի էր ունեցել, երկրաշարժը, այնտեղ դատներ, այնտեղ ճահիճներ, այնտեղ տալիս, այնտեղ խելագարության մասին էր։ Բայց ուզում եմ ասեմ, որ իրականության ծանրությունը այսպես դրվում է ընթերցողի ուսերին։ Ու նաև զգացողություն է ու կարող ենք ասել, այդ զգացողության մասին, որ Խեչոյանն է հենց այդ ծանրությունը դնում տեքստի ուսերին, այսպես ժառանգաբար փոխանցվող ինչ-որ ծանրության մասին է։ Եվ այդ դրա մեջ կա նաև հուզականություն, նաև չարտահայտված ինչ-որ բաներ կան։ Իսկ հուզականության տեսանկյունից չարտահայտվածությունը ավելի տղամարդկային տեքստին բնորոշ է։ Այսինքն կարող ենք ասել, այդ երկու տեսանկյունից էլ եթե քննարկենք, այս կողմից կանացի եւ ոչ կանացի, երկուսն էլ կար, եւ այդ ծանրությունը եւ չասելը ու դրա փոխարեն այլ բառերով խոսելը, այսինքն ես ուզում եմ պատմել սրա մասին, բայց ի վիճակի չեմ եւ պատմում եմ մեկ ուրիշ բանի մասին։ Օրինակ նույն Նարնջում այդ պատմվածքի շատ անդրադարձանք, բայց իրականում ամենաերևի մեր կարդացած չէ, ամենայսպես տպավորիչ յուրահատուկ պատմվածքներից էր։ Հիշում եմ, որ այնտեղ ընդամենը 2-3 էջեր չէ, արագ կարդացվեց։ Այնտեղ մահվան տաբուի մասին էր խոսքը գնում, զգացողությունն էր այդպիսին։ Կարծես մահը կալանքի տակ էր դրված հեղինակի կողմից, չնայած մահվան մասին էր, որովհետև երկրաշարժի հետևանքներ, երկրաշարժից անմիջապես հետո փնտրում էին մարդկանց, բնականաբար մահացած էին գտնում շատերին, շատերը փլատակների մեջ էին, չէին կարողանում իրենց հանել եւ այլն։ Չէ, թվում էր թե ինչպես կարող է տաբուացված լինի այս կոնտեքստում մահը, եթե ամբողջը մահվան մասին է։ Բայց այնտեղ փոքրիկ հատված կա կոշիկի մասով, երբ որ այդ հերոսներից մեկը ասում է, որ անընդհատ ինչ որ կոշիկ է տեսնում եւ այդ կոշիկը այդ կույտի մեջ անընդհատ տեղաշարժվում է եւ ինքը անընդհատ այնպես անում, որ չնկատի այդ կոշիկը, չտեսնի այդ կոշիկը։ Ու մենք ոչինչ այդ մասին չենք իմանում։ Եվս մի ինչ որ չեխովյան հրացան, որ թվում է թե առաջին հայացքից եթե մակերեսային նայենք, կարող է ինքը ուղղակի գեղեցիկ պատկերի համար լինի կամ ինչ որ մի յուրահատուկ այսպես շեշտադրում ավելացնում պատմվածքին, բայց ամբողջ ընթացքում իմ մոտ այդ մահվան զգացողությունն էր, որ սա ինչ որ մեկի կոշիկն է ի վերջո, որ հերոսը չի ուզում առերեսվել տվյալ անձի մահվան հետ։ Այսպես եթե բնութագրենք, բայց այդ մասին չի խոսվում, այդ մասին ընդհանրապես այդ փոքրիկ, ուրեմն շատ կենցաղային չէ, կոշիկը ինքը ամենայն մարդու կենցաղային կենսագործունեության համար անհրաժեշտ ինչ որ տարր է, փոքրիկ է տեսարանով եւ անընդհատ ինքը հայտնվում է, այնպես չի որ մեկ անգամ է խոսում, այնտեղ 3-4 անգամ ամբողջ տեքստի մեջ ինքը խոսում է։ Կարդաս։ Ես իրականում ուզում եի նամակ Երևանից ինչ որ հատված կարդայի, քանի որ եւ լեզվի մասին ենք խոսել։
թե ինչքան պատկերավոր, ինչքան հրաշալի է։ Այստեղ, եթե դեմ չես, վերջին հատվածը կարդամ։ Հա։ Համարյա քնած էի, երևի թմբիր էր, դեմս թրջկոտում էին կանաչ, կապույտ գույների ծավալներ, անվերջ փոխակերպվելով երկրաչափական տարբեր պատկերների։ Միանգամից զարթնեցի, որովհետև այդ վայրենին, այդ կրակը, տաքը, անտանելի հուրը հեռանում էր երկնքից։ Մթնում է։ Ձայները ձայների հետևից մարում, ստվերները ստվերների թիկունքից գալիս, խավարեցնում, զարկում, ջարդում էին օրը։ Հանգչում էր հրաբոր երկնակամարը, լայնատարած, անձայն գալիս է գիշերը։ Կովերը բարձրանում են, որ գնան, կտրուկ լռություն է։ Գոռում, աղաչում եմ, մի քիչ էլ մնան, ժամանակ կա։ Անորոշ ուրվապատկերներ մթան միջով դեպի քաղաք են գնում։ Ես եմ հեռվում, հետո լուռ է, քիչ էր մնում քնեի, երևի քնել էի։ Ճահիճը անշարժ է, մնում եմ։ Նրա եզրին լսվում է քաղաքի աղմուկը, այսքան մոտիկ։ Ճահիճը կշարունակի իր հավերժ լինելը։ Նույնիսկ այդ եղելությունը, հա, գործողությունը, ճահիճը կշարունակի, այդպես ինչ ակտիվություն է, ուրեմն տրված ճահիճին, հա, որպես այդպես քեզ քաշող, քեզ կլանող, բայց մինչև վերջ չսպանող փաստորեն ինչ որ բաներ հերոսի համար։ Դա սիրո խոստովանություններ էլի իրականում, այսինքն մենք ի սկզբանե գիտենք, որ այդ ջահիճը հեղինակին ի վերջո տենց չի սպանելու, որովհետև ինքը սկսում է նամակ Երևանը, պատմում է տենց գրում է իր նախկին այդ պասիաներից մեկին ու պատմում է, որ վերջերս ջահիճը ինձ գրեթե կլանեց։ Այսով մենք գիտենք, որ ի վերջո ինքը դուրս է գալիս, բայց ամեն դեպքում ինքը այնքան տենց նկարագրում է, ոնց որ ամբողջ իր կյանքը, բացի այդ էպիզոդից այդ աղջկա հետ, փաստորեն այդ նույն ջահիճն էր, էլի, որ այդ տենց անցնում է ու քեզ ոնց որ կլանում է իր մեջ, էլի, իրականությունը դու էլ չունես դրա վրա կոնտրոլ։ Երբ որ ինքը վերահսկողություն չունես։ Երբ որ ինքը օրինակ ում է այդ աղջկա հետ սիրահավեպի մասին հիշում է այդ ժամանակները, ինքը այդտեղ ոնց որ ակտիվ դիրքորոշում ունի, չէ, ինքը գնում է այդ աղջկա հետևից, երբ որ իրան թողնում է, գնում է ընկերոջ մոտ, սպառնում է, որ ինքը իր հետ մի բան կանի։ Մենակ այդ ժամանակա, որ ինքը ինչ որ տենց գործողության է դիմում։ Իսկ մնացած բոլորը այդ տենց ճահիճի նման անցնում են։ Համ իր այդ ամուսնությունը, տուն կառուցելը, համ այդ նույնիսկ պատերազմը, այդ սարերը սպասում էին թշնամու հարձակման, բոլորը տենց пассив բան են կլանվելու, վերահսկողություն չունենալու, ու այդ նահանջի մասին է, որը որ իր հերոսի ոնց որ ամբողջ կյանքներ առանց այդ աղջկա ու այդ էպիզոդի։ Հետաքրքիր է, որ երբ որ խոսում ենք ակտիվության եւ пассивության մասին գրական հերոսների տեսանկյունից, մենք գիտենք, հա, որ այդ գրական հիմնական տեսության համաձայն դրամատուրգիայի պես գլխավոր հերոսը պիտի միշտ ակտիվ լինի, ամեն դեպքում փորձի ակտիվ լինել, եթե ինչ որ բաներ են տեղի ունենում իր հետ, ինքը անընդհատ այսպես հակազդեցության մեջ է, չէ, իրականության հետ եւ իրականությունից դուրս եկող որոշակի մարդկանց, օբյեկտների, երևույթների, բայց երբ որ խոսում ենք Խեչոյանի գրականության մասին եւ այստեղ չեմ վախենա ասեմ, եթե խոսում ենք իսկապես ազդեցիկ գրականության մասին, նախ այստեղ կանոնները ամբողջությամբ կարող են խախտվել կամ չխախտվել, կամ խախտվել ու չխախտվել միաժամանակ, այսինքն ամեն հնարավոր տարբերակ այստեղ կարող է լինել։ Բայց այս դեպքում հերոսների հետ կարծես պատահում էր իրականությունը խեչոյանական հայացքի տակ։ Այստեղ հայացքն էր նաև կարևոր։ Հայացքը վերահսկող էր, գրողի հայացքը նկատող էր, դետալները բաց չթողնող էր, վերահսկող էր, բայց նաև այսպես ի սկզբանե հերոսներ ունենք, ովքեր դատապարտված են այդ ճահճի մեջ սուզվելուն, չգիտեմ, ճահճից դուրս գալ չկարողանալուն, ինչ որ ձև, բայց նաև այդ ամեն ինչը գիտակցելուն, հա, այսինքն դու կարող ես գիտակցել, քեզ տրված է գիտակցելը, բայց փոխել չես կարող, որովհետև այստեղ ունենք փակ դուռ, որը որ հա Խեչոյանը փակել է։ Եվ որն է այս դեպքում, չգիտեմ, ընթերցողի դերը, եթե այս
դինամիկայով նայենք, ընթերցողի դերը այդ փակ դրան առջև, որը որ Խեչոյանը ցույց է տալիս։ Դե բոլոր պատմվածքներում էլ ինչ որ անելանելի վիճակներ են, այսինքն կա այդ ծանր պարտքի զգացումը կամ ծանր այդ Բերի, չէ՞, զգացողություն նաև։ Հա, կամ միջադեպի, օրինակ, չգիտեմ, եթե այդ օրինակ գժանոցա ու հիվանդ ունես ու այդ հիվանդի հանդեպ, ասենք, մայրը տա կամ մի բան բարտականություն ունես, օրինակ ոնց որ պատմվածքներից մեկում ու արդեն դու ուզած թե չուզած պետք է ընկղմես այդ իրականության մեջ։ Եթե երկրաշարժափլատակներ են, էլի դու առանց ընտրության ես ու ընկղմված ես այդ իրականության մեջ։ Այստեղ բոլոր տեղերում էլ քո այդ պարտքի քո մարդ լինելը քեզ ոնց որ պարտավորացնում է, որ դու լինես հենց այս պատմվածքում, այդ պատմվածքի միջադեպերի ոնց որ մեջ։ Ու քո չափով փորձես ներգործես հենց իրականության մեջ, չնայած իրականությունը ամեն դեպքում շատ ավելի ուժեղ է։ Դու որպես ընթերցող էլ զգում ես, որ շատ քիչ բան կարող ես անես։ Դու նույնիսկ չես կարողանում ոնց որ տեքստին ստիպես, որ քեզ բացատրի, թե ինքը ինչի է, օրինակ, ասենց աչք անում ստեղից կամ ձախ անում։ Ոչ մի վերահսկողություն դու չունես այդ ամբողջը այտենց ոլորանի նման քեզ տանում է։ Այսինքն Խեչոյանը նպատակ եւ խնդիր իր առջև չի դնում հերոս ստեղծելու։ Հերոսները ասես որպես ուրեմն կողմնակի ազդեցություն իրականության, որը որ ստեղծում եւ նկարագրում է, տեքստային իրականության, հայտնվում են։ Եվ չգիտեմ, կհիշես մեր քննարկումների ժամանակ, որ խոսում էինք հատկապես սպասում պատմվածքի մասին, եթե ճիշտ եմ հիշում։ Այնտեղ ես հիշում եմ, որ այսպիսի միտք եմ ասել ու կուզեմ նաև այդ մասին մենք քննարկենք, թե ոնց է Խեչոյանը ոչ թե ստեղծում կերպարի, նույնիսկ եթե այդ կերպարը այսպես եռաչափ չի, երկչափ է, բայց պատմվածքի, հա, սյուրռեալիստական իրականության մեջ համապատասխան երկչափության մասին է այստեղ խոսքը, ինքը չի ստեղծում։ Ինքը դուրս հանում է հերոսին, այսպես իրականությունն է, տեքստն է եւ այդ տեքստից ինքը այսպես այդ ճահիճից է, եթե ճահիճի մետաֆորային վերադառնանք, այսպես ձեռքը մտցնում է ճահիճի մեջ, այնտեղից այսպես այդ տիղմոթը օբյեկտին հանում է եւ դա ծառայում է պատմվածքի մեջ որպես հերոս։ Այդ դուրս հանելու եւ ոչ թե այսպես ստեղծելու, նկարագրելու, էքսպոզիցիա տալու եւ այլն, հա, այն դասական ձևով, այդպես ինքը չի անում։ Եվ այդպես էլ վերաբերվում է իր հերոսներին եւ իրականության ու հերոսների փոխազդեցությանը։ Այստեղ մի հատված էլ կուզեի կարդալ ու հետո գիտեմ, որ դու էլ հատվածներ ունես, որ նշել ես ու կուզես կարդալ, կարող ենք նաեւ, որովհետեւ ամեն դեպքում կարծում եմ, որ Խեչոյանի մոտ տեքստը, լեզուն շատ առաջնային դեր ունեն եւ դրան էլ կարող ենք անդրադառնալ։ Նարինջը պատմվածքի հենց առաջին պարագրաֆն եմ ուզում ընթերցել։ Մենք կրակի մոտ էինք նստել, մարդիկ ու առնետներ էին գնում գալիս, մարդիկ ցեխոտ, պատառոտված հագուստներով էին, սավանների ու կարպետների մեջ փաթաթած մեռելներ էին տանում։ Մենք, Սարգիսը, տղայի հայրն ու ես, արդեն 3 օր է փոխն ի փոխ լինգով երկաթ բետոնե սալերին էինք խփում եւ սպասում մեզ օգնության դուրս եկած վերամբարձիչներին։ Արդեն 3-րդ օրն էր, ակլորն ու տղան անընդմեջ բղավում էին, որ իրենց սալերի տակից հանենք։ Պատմվածքի սկիզբ եւ ամբողջությամբ այսպես հուշում է եւ հուզական եւ զգայական մակարդակում թե ուրա տանելու մինչեւ վերջ։ Այսինքն այդ զգացողությունը ես չգիտեմ foreshadowing մենք հայերեն չունենք, չէ՞, թարգմանությունը կարծում եմ ինքը մի փոքր այսպես նախանշաններ նախազգայական զգացողություն, նախազգացողություն, հա, նախա ինչ որ վիճակ, որը որ հուշում է մեզ, թե ինչ ավարտենք ունենալու, բայց հուշում է ոչ բովանդակային իմաստով, այլ ձևի իմաստով, որ մենք այդ ձևի մեջ մնալու ենք եւ այդ ձևի մեջ էլ մեզ ոնց մցրել է պատմվածքի մեջ, այդպես էլ դուրս է հանելու, բայց բովանդակությունը չենք կռահում, այ բովանդակությունը անընդհատ կոմբինացված ձևով փոխվում է, այսինքն այդ նույն դետալները, այս անգամ ինչ բառերով է պատմելու, ինչ բայեր է ընտրելու, ինչ, չգիտեմ, նախադասությունների եւ ձևակերպումների միջոցով է, ուրեմն այդ ձևը մեզ ցույց տալու։ Որը կուզես կարդալ։ Էլ դուր գտնեմ։
Այս նշումները կարող ես այստեղից։ Շատ տենց հպանցիկ նշում է, որ իր փոքր քրոջ թաղումներ։ Մի շաբաթ հետո, երբ վերադարձա գյուղում, ինձանից փոքր քրոջս թաղումներ, վարձով տանն այլևս չկայր։ Պարավի մոտ հասցե հեռախոսի համար չէր թողել, շշմել էի կատարվածից։ 9 օր անց Կարենի հետ տեսա։ Շատ թեթևամիտ, անհեռատես, թուլական պահվածք դրսևորեցի։ Գիշեր, երբ ծեծում էի արվեստանոցի պատուհանը, տեղյակ էի, ներսում ես։ Հետևել էի, միաժամանակ ձևացրի, թե չգիտեմ այնտեղ լինելդ։ Խաղաղ միամիտ ժպիտով Կարենը կանգնել էր դեմս, կիսաբաց դռնից երաժշտություն էր լսում։ Հավատացած եմ, լսում էիր մեր խոսակցությունը, հատկապես իմը դիտմամբ էի բարձր խոսում, թե մի բան կանեմ ինձ հետ, եթե քեզ չգտնեմ։ Մտածում էի այդպես կվերադառնաս։ Նա համոզում էր, գնամ տուն, խոսելուց հապաղումներն ու դեմքից ճերմակը տեսնելով կարծում էր շատ վատ եմ։ Ասում էր հիվանդ ես, վաղը միասին կորոնենք, ինքը միտեղ գիտե ուր հնարավոր է լինես։ Չնայած իմ ամենամոտ ընկերն էր, երբեք նրան շնորհքով նկարիչ չէի համարել։ Ժպտում է, երբ աչքի առաջ մայթեզրին կանգնած արտասահմանյան ամենաթանկագին մեքենան սկսեցի քարով ջարդել, որ տերերը դուրս թափվեն, մինչև շտապ օգնության մեքենայի գալ տանելը եւ հիվանդանոցում 7 օր պարկելս դուրս չեկար արվեստանոցից չվերադարձար։ Երբ հասա այս քաղաքը կանգառափողոցներից մեկում ճամպրուկները դրեցի շունչ քաշելու, այնպիսի մի վիճակում էի, կարծես թե շատ գիշերներ առանց դադարի վազել եմ։ Այս քաղաքում սպիտակեց մորոքս եւ ահա նրա կողքին կործանվում էի։ Դες ժամանակային անցում է, ամբողջ նկարագրությունը էպիզոդ է, հետո երկու նախադասությունից մենք արդեն վերադարձել ենք իր այդ ջահջային վիճակը եւ որ ջահջային թռիչքները մեծ են։ Հա, օրինակ թաղումներ, հետո թաղումից հետո ինքը բնականաբար այդ վատ վիճակներում այդ էպիզոդն է լինում, որ իր սիրած աղջիկը գնում է իր ոչ լավ նկարիչ ընկեր Կարենի մոտ ու ինքը արդեն սկսում է տենց այդ իր խենթ պահվածքը դրսևորել ու հետո միանգամից վերադառնում ենք այդ ջահի միջադեպին։ Հետաքրքիր է, որ սկզբում այս պատմվածքի հետ կապված ասեցիր, որ դե մենք ի սկզբանե իմանում ենք, որ չի կործանվում ի վերջո, ջահիջը իրեն չի կլանում ամբողջությամբ, չէ՞ որ նա պատմում է, չէ՞։ Հա։ Արդեն իսկ սկզբում։ Օրինակ ես վստահ չէի լինի, հա, այսինքն կարդալուց նաև այն զգացողություններ, որ թվում է թե դա է, չէ՞, հենց տրամաբանությունը, եթե ունենք հերոս, ով խոսում է ինչ-որ բանի մասին, որ արդեն եղել է եւ այսպես ֆլեշբեքով ինչ-որ բան է պատմում անցյալի մասին եւ այնտեղ մենք ունենք ինչ-որ ճահիճ, որը որ անընդհատ քաշում է ու չգիտենք ի վերջո ինչ է լինելու, ըստ տրամաբանության ինքը ողջ է մնում, որովհետեւ բա այլ դեպքում ելով եմ ես չէ պատմում այդ մասին։ Բայց այ Խեչոյանի դեպքում օրինակ այդ վստահությունը ես չէի ունենա, այսինքն կարող էր եւ ողջ լինել եւ ողջ չլինել միաժամանակ նույնիսկ, հա։ Այնքան տարբեր այսպես իրականություններ կարող են իրար խառնված լինել ու ժամանակն էլ, քանի որ ես չէի վստահի Խեչոյանի այդ ժամանակային իրականությանը, գծային ժամանակագրությանը այս դեպքում ու օրինակ ինձ մոտ զգացողություն էր, որ ճահիճը ի վերջո իր գործն անում է, որովհետև կշարունակի իր հավերժը լինելը, այս ակտիվությունը, հա, ակտիվ բայ է, այսպես ասած։ Կշարունակի իր լինելիությունը, եթե նույնիսկ իրեն տեղափոխենք օրինակ փոխաբերության դաշտ, միևնույնն է, հանգում ենք այդ մահվան գաղափարին։ Դե այնա որ ոնց որ ամբողջ կյանքն էլ հիմնականում մեծամասամբ ճահիճ է ու շատ քիչ էպիզոդներ են մեզ տրվում, որ այդ ճահիճից դուրս են։ Ուղղակի դանդաղ ավելի ճահիճ է, այսպես։ Հա, շատ դանդաղ ճահիճ է։ Տեմպը դանդաղ է։ Տենց զուգահեռ կարաս ոնց որ սպիտակես, զուգահեռ կարաս փոքր քրոջը թաղես, այդ շատ բաներ են կատարվում կամ այնտեղ չէ մանրամասնում է այնտեղ իր կյանքի բոլոր էպիզոդները, բայց դրանից դուրս ոնց որ շատ քիչ բան է մարդուն տրվում էլ։ Նարե, մի բանի մասին էլ էի ուզում մենք խոսենք։ Այն թե ինչքան խիտ է լեզուն Խեչոյանի եւ այլն դրա մասին արդեն ասեցինք, բայց այդ խտությունը ես այսպես փոխաբերական, այդպես պատկերացմամբ, եթե գնանք, հա, ինչ-որ մետաֆորիկ, ինչ-որ ասոցիատիվ բան, եթե գա ինձ մոտ, պատկեր, ես պատկերացնում եմ հաբ, ինչ-որ Խեչոյանի այդ պատմվածքները, ամեն մեկը ինչ-որ մի հաբ է, եւ ինքը այնքան սննդանյութեր է իր մեջ պարունակում, որ օրինակ կարող ես, չգիտեմ, 1 ամիս այդ մեկ հաբը ընդունել եւ ընդհանրապես կարիք չունենալ եւս մեկը ընդունելու։
Պրիտերն է։ Ու ինքը քեզ այդ զգացողությունները տալիս է, որովհետև հիմնականում չէ, շատ կարճ են պատմվածքները, այստեղ նույնիսկ այն պատմվածքներ, որ 1 էջի սահմաններում էին, բայց ես հիշում եմ, որ կարդալուց ամեն մեկից հետո ինձ շատ մեծ դադար էր հարկավոր այդ, չգիտեմ, մտորելու, այդ զգացողությունները ինքս իմ մեջ հասկանալու, մարսելու համար, թե ինչ կատարվեց, ինչի մասին էր, ինչի մասին չէր, այսպես համակարգելու եւ այլն, եթե հնարավոր է դա անել։ Ամեն դեպքում այդ խտությունը ես կարծում եմ, որ այն հեղինակներից է Խեչոյանը, որ անընդմեջ կարելի է իրեն կարդալ ու շատ այսպես դանդաղ քիչ քայլերով այդ գեր դոզավորում չստանալու համար, հա, ոնց որ ասում են, դու օրինակ այդ զգացողությունը ունեցել ես։ Այնց թվում է հանգիստ նույն պատմվածքը, նույն գործը կարաս երկրորդ անգամ, երրորդ անգամ կարող չի քանի անգամ ես կարդում, միշտ ինչ որ մի նոր բան գտնում ես քո համար, շատ, որովհետև տենց խիտ ոնց որ մածուցիկ տպավորությունն է, ոնց որ ասացիր, ու քանի որ sense տենց շատ բան քո համար բարձ չի դառնում, նույնիսկ դրա կարիքը կա, որ դու միանգամից ավել կարդաս, որ հասկանաս, թե ինչտեղ նոր կատարվեց, էլի, քո հետ ինչ կատարվեց նոր։ Այո, այնպես որ խորհուրդ տալիս ենք կարդալ Խեչոյանի պատմվածքները, բայց քիչ երբեմն երկրորդ անգամ, երրորդ անգամ վերադառնալով նույն պատմվածքին, օրինակ առաջի պատմվածքը Սպասումը ես 4-5 անգամ կարդացել եմ, ու ինքն էլ իր բնութագրման, ոնց որ ասեցի, անընդհատ այդ շրջանաձևության մասին, հա, մենք սպասում էինք, որ հայրս կգար, անընդհատ ուրեմն աչքս դրան կողմն էր, սպասում էինք ու ամեն անգամ այդ զգացողությունն է, որ այս անգամ այլ ձևով կլինի։ Ու հետաքրքիր է, որ ամեն անգամ տարբեր ձև է ստանում իր պատմվածքը, չնայած որ ոնց որ այդ կտրված ոդկը չէ, ամեն տարբեր վարկածներ են, տարբեր վերսիաներ են, կամ թեկուզ այդ միջադեպը, որ թողել է, որ թուրքը մեռնի, էլի ոնց որ դատավարության նման տարբեր վարկածներ, տարբեր իրականություններ, բախվող իրար հետ վերսիաներ, թե ինչ է իրականում եղել, որն է ճիշտ, որն է չէ, որն է կարևոր, որն է անկարևոր։ Այսինքն ոչինչ հստակ չի ու դրա շնորհիվ այնքան բաց տարածություն ունենք, որ ամեն անգամ մեր բովանդակությունն ենք դնում ու ստացվում է, որ ինչ որ համատեղ աշխատանք է Խեչոյանի պատմվածքը կարդալը, հա, ոնց որ գրողի հետ այսպես կպնում ես ինչ որ գործի ու ինչ որ խնդիր ես լուծում, որովհետև ինքն էլ գրական խնդիր է լուծում։ Հա, այդպես գրող կոտրուկի նման։ Այո։ Շատ լավ, ինչ ունես ավելացնելու։ Ինչ կարելի է ավելացնել։ Դե ինձ թվում է, որ բոլոր ընտրված սյուժեի գծերը, համենայն դեպս շատ-շատերը պատմվածքներից, իրանք ինչ որ, ասենց ասած, սահմանային բաների մասին էին, էլի, այսինքն մահվան ու կյանքի սահմանը, չգիտեմ, ճահճային ու ոչ ճահճային կյանքի ցամաքային գժության ու ոնց որ սթափ լինելու սահմանը իրականության ու միրաժի, այսինքն իրանք տենց շատ նուրբ այդ եզրային ինչ որ ձևով անցնում են ու հենց թեկուզ իրադարձություններն էլ, չէ, իրանք կոնկրետ ինչ որ մի բան պետքա որոշվի, քեզ կամ դատում են, կամ արդարացնում են, կամ չէ, կամ մեղավոր ես, կամ մեղավոր չես, կամ բուժվում ես, կամ ոնց որ մնում ես այդ հիվանդանոցը բանը քեզ կլանում է, կամ ճահիճը, կամ դուրս ես գալիս, կամ դուրս ես գալիս, կամ դուրս չես գալիս, ու այդ սահմանային ինչ որ վիճակները, որ տենց լարախաղացի նման պետքա նավիգացիա անի, էլի հեղինակը ընթերցողը։ Շատ բարակ է, չէ՞, այդ ինչի վրա որ կանգնած է, այսինքն այնքան այսպես խարխլված է նաև, որ ամեն պահի կարող է եւ այս կողմում հայտնվել եւ այն կողմում հայտնվել ու երբեք չենք իմանա։ Այսպես ուժերը միշտ ինչ-որ հավասար են ամեն դեպքում, որովհետեւ այս մի կողմից ունենք այդ դեստրուկցիայի, մահվան, ուրեմն կողմից ինչ-որ բաներ, որ ինքն է հաղթելու, այս ճանապարհով է գնալու, բայց մյուս կողմից ունենում ենք փաստարկը, հա, հակափաստարկը, կյանքի, ապրելու, հիշողության, շարունակականության եւ այլն, անընդհատ իրենք այսպես համահավասարազոր ինչ որ վիճակում են։ Ուժեր են, հա։ Ուժեր են, այո։ Շատ լավ, Նարեկ, շնորհակալություն քննարկման համար։ Մերսի։ Քեզ մերսի։
Ես ու Նարեն շարունակում ենք կարդալ եւ քննարկել հայ գրականության ստեղծագործություններ։ Այս անգամ քննարկեցինք Լևոն Խեչոյանի պատմվածքները։ Լավ մնացեք։